Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այսպիսի կանխատեսում անեն։ Երկու իրատեսական սցենար։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության Հայաստանի խաղաղության մասին կարելի է մոռանալ Հայաստանում, որովհետև ինչ է խաղաղությունը, նորից կրկնենք, խաղաղությունը չի կարող լինել առանց անվտանգության։ Խաղաղությունը հետևում է անվտանգությունից, երբ որ դու անվտանգ ես եւ կարողանում ես խաղաղություն ստեղծել կամ մասնակցել խաղաղության ստեղծմանը։ Այս իշխանությունները խոսում են առանձին վերցրած խաղաղության մասին, որը բացարձակ կապ չունի անվտանգության հետ։ Ոնց կարող է խաղաղ լինել մեր տարածաշրջանում, եթե Հայաստանի համար անվտանգ չէ։ Անկան տեսեք, ուր ենք մենք հասել։ Ես նայում եմ, ասում եմ Գյոքչայի մասին խոսեցի։ Մենք հասել ենք մի դիսկուրսի, որտեղ 3 օր ամբողջ խելամիտ առողջ հայ հասարակությունը եւ դրա պատճառով նաեւ դրա հետևանքով նաեւ մի երկու ՔՊ-ական ուսապարկ փորձում էին այդ բանին հակադարձել։ Այն դեպքում որ Նիկոլ Փաշինյանը լրիվ հակառակ բաների մասին է խոսում, Այսինքն այս իրականության մեջ ստերի այնպիսի անդունդ են Նիկոլը ստեղծել փորել, որ ճողվում է, ընկնում է մեջը, հելնում է թաթ է տալիս, բայց դեռևս չի պատժվել այս ամենի համար։ Ալիևի նպատակը որն է հայտարարությունները անելու։ Շատ պարզ, Ալիևը մի ձեռով օգնում է Նիկոլ Փաշինյանին, հիշում եք նախորդ հայտարարությունները ավելի շատ օգտակար էին Նիկոլի քարոզչության համար, բայց նաև հիշեցնում է Նիկոլին, որ քո վերընտրությունը կախված է ինձանից։ Այսինքն Ալիևը կարծում է, որ այսօրվա համեմատաբար կայուն ընթացքը սահմանային լարվածության բացակայությունը դա իր կողմից արված լավությունն է եւ դա այդպես էլ կա եւ բարբերաբար Ալիևը հիշեցնում է Նիկոլին որ քո վերընտրվելու շանսերը կախված են նրանից թե ես Բաքվում ինչ կասեմ եւ սա պարզ է սա ակնհայտ է եւ Նիկոլ Փաշինյանը իր իշխանությամբ այսօր պարտական է Էրդողանին եւ Ալիևին եւ իր Աստված մի արասե հնարավոր կամ տեսական վերարտադրության պարագայում 26 թվականին նույնպես պարտական է լինելու Ալիևին եւ Էրդողանին։ Ոչ մի խոսք, ոչ մի կասկած չկա։ Դուք ձեր քաղաքական թիմը իմպիչմենտի գործընթացը արդյունավետ միջոց է համարում եւ ըստեյության քննադատում է այն ուժերին, որոնք ընտրությունների են սպասում, բայց Մասիսի համայնքապետի դեպքը Մասիսի համայնքապետը ընտրություններով ընտրված համայնքապետ էր եւ իմպիչմենտի տեխնացու հիմա կալանքի տակ չի ստացվում, որ երկու դեպքում Կներեք, ձեր հարցի մեջ երկու անճշտություն կար, ուզում եմ շտկել, նոր բանստան պատասխանի։ Անճշտություն համար առաջին։ Մենք չենք քննադատում այն ուժերին, որոնք գնում են ընտրությունների։ Ընտրությունները անխուսափելի են, վաղ թե ուշ լինելու են։ Եվ երկրորդը, մենք չենք ասում, որ իմպիչմենտ ավելի արդյունավետ ձև է, մենք ասում ենք, որ իմպիչմենտը ավելի հրատապ ձև է լուծելու իշխանապետության հարցը, որովհետև տեսեք, տարբեր բաներ եք իմացել։ Կալանքի տակ ուզում եմ ասեմ երկու դեպքում էլ, եթե իշխանությունը ձեր ներածական խոսքում կար ձևակերպումներ, որոնք մեր տեսակետների հետ առնչություն չունեն։ Իմպիչմենտն էլ է սահմանադրական գործընթաց, ընտրություններն էլ են սահմանադրական գործընթաց։ Հակադրել, կռվածնել այս երկու սահմանադրական գործընթացները անիմաստ է։ Խնդիրը պարզապես հետևյալի մեջ է։ Իմպիչմենտը հրատապ ճգնաժամային միջամտության գործիք է, ընտրությունները քաղաքական process-ների պերիոդիկության, պարբերականության գործիք է։ Պարզ է, չէ, որ մենք հրատապ իրավիճակի մեջ ենք գտնվում։ Մենք դրա համար չենք կարող ասել, որ մի պատրաստվեք ընտրությունների, որտեղ ընտրությունները վաղ թե ուշ լինելու են։ Մենք կարող ենք ասել եւ ասում ենք, եկեք միասին միջև ընտրությունները փոխենք Նիկոլ Փաշինյանին, իսկ անխուսափելի գալիք ընտրություններով ձևավորենք նոր ոչ թե անցումային Դավիթ Համբարձումյանով, այլ նոր կառավարություն։ Այսինքն դա այդ երկու process-ները խառնել պետք չէ։ Այն որ Դավիթ Համբարձումյանը կալանավորված է, մենք շեշտել ենք եւ հիմա էլ շեշտում ենք, որ դա հերթական քաղաքական հետապնդումն է եւ կալանավորումը, որ դա կապված է ինչպես այն հանգամանքի հետ, որ Դավիթ Համբարձումյանը իմպիչմենտի միասնական տեխնացու է առ այսօր, անցյալով չեմ ասում։ Այնպես էլ այն հանգամանքի հետ, որ անդիմադիր ընտրված համայնքապետերին հերթով փորձում են եթե ոչ սպանել, ինչպես Մերձավանի պարագայում, ապա փորձում են հանել քաղաքական իրադարձությունից, դաշտից։ Դա եւ Վարդան Ղուկասյանին է վերաբերում, նկատմամբ դժվար է մտածել, թե ես ունեմ շատ մեծ համակրանք, դա վերաբերում է եւ Մամիկոն Ասլանյանին, դա վերաբերում է եւ Դավիթ Համբարձումյանին, այսինքն Դավիթի պարագայում, ով Հայաստանի այս պահին վերջին թարմ քաղաքական բանտարկյալն է, աշխատել էր մի քանի ֆակտորներ եւ Նիկոլ Փաշինյանի այդ
նո դա մելիչնիություն չի, դա ժուլիկություն չի, չգիտեմ ինչ բառ ասեմ, նույն Սերժ Սարգսյանի վերադառնալով այսօրվա առիթին, այսօրվա երկու հրատապ նիստերի գումարումը նման առիթներով, նման ջիշովկայության հետևանքն էլ, այսինքն լավ նստում է այս բանը, նախագահին 2 տարուց ավել դուրս չեն թողել Հայաստանում։ Եվ իսկ այդտեղ կան նաև քաղաքական խնդիրներ, չէ՞։ Մեր կուսակցությունը ամենամիջազգայնացված, լայն արտաքին կապերով քաղաքական կուսակցությունից մեկն է, եթե չասեմ 2-ից մեկը Հայաստանում, հաշվի առնելով նաև Դաշնակցությունը։ 2 տարի կուսակցության ղեկավարին կարելի է արգելել գնալ նմանատիպ բարձր մակարդակի քաղաքական հանդիպումների։ Էլ չասեմ, որ ինձ էլ որպես իր տեղակալ արտաքին հարաբերությունների գծով նույնպես 2.5-3 տարի էին արգել, այսինքն ակնհայտ է, չէ՞, որ այստեղ կա հանրապետականին նաև դրսի հնարավոր կապերից տարաբնույթ մեր կապերը կոնտինենտային են եւ Չինաստանում են եւ Եվրոպական միությունում են եւ Ռուսաստանում են, այսինքն եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում են մեր քաղաքական կապերը ձևավորվել են կուսակցության 35 տարիների ընթացքում եւ այդ կապերը այսօր հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի օգտագործելու հնարավորությունները կտրուկ սահմանափակված են նաեւ նման արգելքներով։